Նախ հայտնի ընդդիմադիր առաջնորդներին Ռուսաստանի կամ Բելարուսի մարդ կոչելը։ Դա վերին աստիճանի անտակտ հայտարարություն է, որևէ փաստ իրենք չեն կարող բերել, որ այս մարդիկ ղեկավարվում են հոտար մայրաքաղաքներից։ Այ տարբերություն իրա մեր կապարանոց հայտարարությունների, ես հիմա կարող եմ 5-6 կետով ապացուցել ու ձեր հարցի պատասխանի վերջնամասում դրան էլ հասնելու եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեկը մեկով կատարում է Բաքվից թելադրված օրակարգը։ Իսկ եթե արտաքին օրակարգեր սպասարկող ենք այս երկրում, փնտրում, հավատացնում եմ ձեզ, որ երկար ման գալու կարիք չկա, որտեղ այդ մարդը կա, գոյություն ունի։ Ցավոք սրտի նստած է թիվ 1 կառավարական կաբինետում։ Սա մեկ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որևէ փաստ չի կարողանում բերել ապացուցելու համար, որ իր ընդդիմախոսների խոսույթը, օրակարգը, կարգախոսները, քաղաքական ծրագրերը պարունակում են դրույթներ, որոնք ստեղծում են պատերազմի վերսկսման ռիսկ։ Չի կարող գտնել, որովհետև մեր քաղաքական բևեռը, որ ընտրություններին են մասնակցում, մեր գործընկերները նույնպես նկատել եմ, բոլորը ասում են, որ մեր իշխանության գալու պարագայում մենք մտադիր չենք չեղարկել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Այո, թե նոյեմբերի 9-ի եռակոմ հայտարարությունը, թե թրիփը, իրենց շատ ձևակերպումներով մեր սրտով չեն, եւ հաճախ շատ դրույթներ մենք քննադատել ենք դրանց, բայց մենք գալիս ենք ոչ թե այդ փաստաթղթերը չեղարկելու, այլ դրանք լավարկելու նպատակով, այլ խոսքով փորձելու ենք այդ փաստաթղթերում գտնել դրույթներ, որոնց արդյունավետ օգտագործումը թույլ կտա բանակցային գործընթացում ուժեղացնել Հայաստանի դիրքերը։ Սա երկու։ Երրորդը Նիկոլ Փաշինյանի բնորոշումը պատերազմի կուսակցության մասին, որը նա մտածածին կերպով վերագրում է գործող ընդդիմությանը, ստույգ էպիկրիզ է հենց իր Նիկոլ Փաշինյանի 2018-2020 թվականների քաղաքականությանը։ Հենց նա է, որ 2018-ին իշխանության գալով ըստ էության զրոյացրեց բանակցային ժառանգությունը, մարտահրավեր նետեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրներին, միջուկային գերտերություններին եւ փաստացի բանակցային գործընթացի վիժեցումով երկիրը դարձավ պատերազմի հերձիկ կամ պատերազմը բերեց մեր երկիր։ Եվ վերջապես գլուխ էր գովում, ասում էր ինստիտուցիոնալ հիմքեր ունի խաղաղությունը, որ խաղաղությունը այլևս անշրջելի է, որ մենք նոր էպոխայում ենք ապրում, բայց հիմա դուք ես հակասում ես, ստացվում է, որ Հայաստանի մի ընտրություն կամ հնարավոր իշխանափոխություն կարող են խաթարել այդ խաղաղությունը։ Նշանակում է դու ոչ մի խաղաղություն էլ չես բերել։ Անձով է պայմանավորված։ Չի կարող ինստիտուցիոնալ խաղաղությունը անձով պայմանավորված լինել։ Ուրեմն կամ միջև այս իր արած բոլոր պնդումները օգոստոսից 8-ից հետո դատարկ զրույցներ են եղել, ինքը խաբել է ժողովրդին, կամ հիմա է շանտաժանում ժողովրդին, թող ինքը որոշի,